Իսկ հիմա ես ուզում եմ խոսել smuggling, այս անօրինականներին գումար են ոմանք այսպես իրենց աշխատանքն է գումար են պահանջում անօրինական իրենց կարողանում են մարդիկ որ ծանոթ են սարից, ծորից, ծովից, օվկիանոսի միջոցով բերում են այստեղ այդ օրինակներից է որ այսօր առավոտ այդ փոքրիկ նավակի մեջ թվում է 16 հոգի լինում են որ խորտակվում է ուրեմն հետո զինվորականները այս ծովապահները գալիս են օգնելու եթե այստեղ շարունակենք կտեսնեք 3-ի տիակը կտնեն մնացածը հիմա փնտրում են այսպես տեսնում եք այսօր առավոտյան պատահող դեպքը այսպես նավակը տեսնում եք ճոճվում է եւ սա Coast Guard կամ ծովապահներն են որտեղ աշխատում են փնտրեն գտնեն իրենց ասացի թվում է 14 հոգի են եղել 3-ի տիակը գտնեն եւ մնացածը այսպես տեսնում եք 5-ից ասում եմ մեկը այդ սահմանապահներից կամ 5-ից 8 հոգի կարողացեն փրկեն CPR-ը, այսինքն աշխատում են իրենց փրկեն եւ բժշկական խնամքի կարիք ունեն, սա ամերիկացի ծովապահներն են եւ հելիկոպտերով փնտրում են իրենց ասում եմ շատ մարդիկ ծովապահներն են խոսում են որ մի քանի հոգի են ուրեմն դրանց փնտրում են տեսնում եք նավակն է դուրս են հանել օվկիանոսից դուրս են վերել ոստիկանությունը սահմանապահները ուրեմն այսպես փնտրում են գտնելու ովքեր եղել են այդ նավակի մեջ տեսնում եք այսպես ամերիկա գալ հիմա շատ ավել դժվարացել է տեսեք հաճախ է պատահում տեսնում եք այս նավակը անցյալում փոթորիկ է լինում Սան Դիեգոյի շրջանը այսպես տեսնում եք անցյալ 2023-ին նաև ամեն տարի այսպես զոհ են դառնում որտեղ իրենց ցանկությունն է կան այսնեն այս երկիր ես պիտի Տաթար վերցնեմ երբ վերադառնամ Տաթարի նախագահ Թրամփի մասին պիտի խոսեմ մի քանի հարցերի վերաբերյալ այդտեղ կտեսնեք նաև ֆիլմ պատրաստելու վերաբերյալ որ այս ֆիլմերը ինչ որ Հոլիվուդում մանավանդ ամենամեծ կենտրոններ հիմա գնում են Կանադա գնում են Անգլիա որտեղ այնտեղ ամեն ինչ ավելի էժան է դրա մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է Prime-Med Pharmacy հովանավորում է ծրագիրը սա տեղատուն է Գլենոքս փողոցի վրա է գտնվում եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում է հեռախոս շատ հեշտ է 818 000 եթե դուք ուրիշ տեղատունից ձեր տեղերը վերցնում եք գոհ չեք անպայման զանգահարեք այս հեռախոսահամարին ձեր տեղերը կբերեն ձեր տանը կամ դուք կարող եք գնալ տեղատուն եւ իրենք խոստանում են որ անպայման ձեզ գոհ կպահեն այս ժամանակ ծրագիրը նաեւ հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը Երևան Shipping ձեզ է առաջարկում $100 եթե ղրկեք $1 են պահանջում $100-ի $1 մինչև հիմա այսպես բան չի եղել միշտ 3.5-ից 5% է լինում $1 ընդամենը կվճարեք $1000 ուղարկեք $10 օգտվեք այս առիթից իսկ ծանրոցները օդանավով $2.99 է մոտարապես օվկիանոսի միջոցով ղրկեք 2.5-3 ամիս պիտի տևի մի քանի օրից ինչ որ ծանրոց ունեք Հայաստան կհասնի Երևան Shipping գտնվում է North Hollywood-ում Lancashire փողոց Glendale-ում Palmer փողոցի East Palmer փողոցի վրա իսկ Երևան Shipping նաև ձեզ է առաջարկում հատուկ զեղչ եթե ձեր մեքենան պիտի կամ մեքենա եք ուզում ղրկել Հայաստան
պիտի տեղափոխվեք Հայաստան, ուրեմն կահույք ունեք, ֆուրնիչր ունեք, մանավանդ ասացի, եթե տեղափոխվում եք Հայաստան, ինչ որ ձեր տան ունեք, խիստ զեղչված կփոխանցեն բոլորը Հայաստան, ամենացածր արժեքով։ Ծրագիրը հովանավորում է Քարավան ռեստորանը հովանավորում, որ Գլենոքս փողոցի վրա է, բայց Grand View փողոցին մոտ է։ Ճաշ է առաջարկում եւ երեկոյան նաեւ ընթրիք է առաջարկում տարատեսակ, իսկ ամեն օր հարիսա են առաջարկում Երևան Քարավան ռեստորանում։ Մարգարյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, եթե ձեր տանը շատ միջատ կա, մուկ կա, մրջուն կա, պահարանները բացում եք, մրջունները, միջատները սկսում են վազել, անպայման զանգարեք, խորհրդակցեք եւ իրենք այդ հարցը կհետևեն, ձեզ պիտի հատուցում տան, որովհետեւ դա բնակելի չի, այդ բնակարանը բնակելի չի եւ դուք ոչինչ չեք վճարում, կարող եք խորհրդակցեք, անվճար խորհրդակցություն է, աշխատանքը բոլոր անվճար կկատարվի, եթե գումարը ստանան, հետո փաստաբանին կվճարեք, անպայման այս հեռախոսահամարով խոսեք, կվերադառնա։ Նախագահ Թրամփը, երբ աշխատանքի անցել է, անօրինականներ ինչ որ այս երկիր գալիս են շատ թիվը իջեն է։ Քիչ առաջ խոսում էի, որ ինչպես նավակով աշխատում էին անօրինական մտնել այս երկիրը, նավակը շրջվում է եւ 3 հոգին տիակը կտնեն եւ դրանց մեջ նաեւ 9 կորեն են, անհետ կորեն են, փնտրում են այդտեղ, որոնցից նաեւ բոլորը տղամարդ են եղել, անօրինական գալիս են սովորաբար մեծամասնություն տղամարդ են լինում։ Հիմա երբ համեմատում ենք հենց այն դեպքից, որ գալիս են 2018-ի համեմատում ենք, տեսնում ենք հիմա էլի 400%-ով այդտեղից ավելացել է։ Բայց ընդհանուր անօրինականները ինչ որ մտնում են այս երկիր շատ պակսել է, որտեղ նախագահ Թրամփը այդ պատը ցանցը շարել է սահմանի վրա եւ խիստ նաեւ զինվորականներ բերել է սահմանապահներին ավել խիստ հետևում են սահմանի վրայից անօրինական չկան այս երկիրը բոլոր այդ աշխատանքները կատարվում է իսկ նախագահը ասում է Alcatraz որը Alcatraz-ը գտնվում է Սան Ֆրանսիսկոյի մոտ կղզի է մի հատ որ 60 տարի է փակել են ասում այդ բանդը պիտի բացենք անօրինականներին այդտեղ պահենք հետո այդտեղից վտարենք նաև որովհետև 150,000 մինչև անօրինական վտարեն են բայց իր նպատակն էր որ 1 միլիոն առնվազն երկրից հանեն ուրեմն երբ որ անօրինականին ձերբակալում են միտեղ պիտի պահեն որ հետո կարողանան երկրից հանեն ուրեմն ուզում այդ Սան Ֆրանսիսկոյի մոտ այդ բանդը որ ասացի 2-ից 3 անգամ ավել թանկ է նստում կառավարությանը որպեսզի կարողանա բանդարկյալներին այդտեղ պահի ասում է պետք է դրան վերանորոգենք եւ պահենք անօրինականներին այդտեղ մինչեւ վտարենք այս երկրից ես հիմա ուզում եմ շարունակել ցես ցուցադրել տեսնում եք այն բույները նաեւ թոփեր դրերին որ չկարողանան այսօր խոսում էր նախագահը այդ մասին այստեղ տեսնում եք այսը այդ immigration-ի ոստիկաններն ասացի 100 հունվարից մինչև երբ որ ինք աշխատանքի եկել 150,000 հոգու վտարել են երկրից այստեղ տեսնում եք եւ ասում է պիտի շարունակենք որպեսզի administration-ը հիմա կառավարությունը ասում է որ թանկ է վերջանում մեկին ձերբակալել հանել 17000 է այդ ձերբակալել պահել հետո երկրից հանել իսկ ինքը առաջարկում է նախագահ հիմա ասում է եթե անձը հոժար կամքով կա մոտենա մենք $1000 իրեն կտանք որ գնա այս երկրից եթե թողնեք գնաք այս երկրից հետո կարող եք դիմեք դեսպանատուները որ տեսնեք կարող եք գալ իսկ եթե մենք ձեզ
հանենք երկրից, հետո թույլ չենք տա վերադառնաք այս երկիր, ասում է նախագահ Թրամփը։ Alcatraz-ն եք տեսնում, այս բանդն է տեսնում եք, որ ասացի 60 տարի է չեն օգտվում, ավել տուրիստի կենտրոն է դարձել եւ Alcatraz-ը ուզում է նորոգումներ մտցնի եւ նրանք որ շատ այսպես ruthless եւ ոչրագործ անօրինականներին գոնե այդտեղ պահեն, որովհետեւ հեշտ է պահելը, որտեղ շրջապատված է ջրով եւ բայց ավել թանկ է լինելու, այսպես տեսնում եք։ Հիմա $1000 ասացի առաջարկում է եւ օթանավի տոմսակ նաեւ եւ ծախսը որ թողնի գնա այս երկրից, որովհետեւ ավելի էժան է, քան թե 17000 կառավարությունը գտնի անձին, ձերբակալի երկրից անի, ուրեմն այդ առաջարկությունն է ինչ որ ասում է նախագահը այսօր։ Հիմա մեծամասնությունը նրանք որ երկրից հանեն են օրինական ձևով է, գիտեք մեկին ուզում են հանեն այստեղ անկախ ով է պետք է տանեն դատարան, due process, պետք է տեղի ունենա իրավունքներ ունեն, թեև անօրինական են։ Իսկ նախագահը եկավ մի օրենքից օգտվեց, որ 1797 թվին գործադրում էին, որով պատերազմային մտահոգություն կար Alien Enemies Act, որ կարող են անձիկին, որովհետև այդ ժամանակ կարծում էին, որ երկրի դեմ են, գյանգի անդամներ են, կարող են ուրեմն հանեն այս երկրից, բայց այս երկիրը այդ վիճակում չի, ինչ որ 1797 թվին էր, ուրեմն այդ due process-ը, որ ամեն մարդ պետք է դատարան ներկայացնեն եւ դատարանը հրամանտա որ կարող են հանեն, այդ տեսնում ենք որ նախագահը դա չի գործադրել եւ նորից տեսնում եք այս կղզիում բանդը, որ 60 տարի է պարապ է մնացել։ Ամենայն դեպս ծանրոցներին վերաբերող նաեւ այստեղ ելև մտքի Secretary of Treasury Scott Bessent տեսնում եք, որ ասում է, որ հիմա դժվար կլինի, բայց հետո հեշտ կլինի, ամենայն դեպս Թրամփը դեռ թեև 3 ամիս է եւ 15 օր, ինչ որ սկսեն է իր ծառայությունը սկսեն է, ամեն ինչը մեղադրում է Բայդենին, տեսնում եք այստեղ, ասում է սա Բայդենի մեղքն է, ինչ որ տեղի ունենում, որ այսպես անօրինականներ կան։ Եվ մասամբ մի ճշմարտություն կա, որ Բայդենը երբ նախագահ դարձավ սահմանը դռները բաց արեց եւ այդպիսով 10 միլիոնից ավել անօրինականներ եկան այս երկիրը։ Իսկ իր նստաշրջանի անցյալ տարի հանկարծ նկատեց Բայդենը, որ այնքան շատ եկեն անօրինականները չի կարողանա ընտրվի։ Ուրեմն խիստ օրենքի դիմեց, անգամ դիմեց ներկայացնի տուն սենեթի, որ օրենք անցկացնել եւ սահմանը փակեն կամ շատ սահմանափակ անձիկ ընդունեն այս երկրում, բայց Թրամփը ռեփաբլիկաններին ասաց, որ չհամագործակցեն եւ օրենքը չանցավ, ինքը վերջնական հրաման տվեց Բայդենը, բայց չօգնեց իրեն, որպեսի կարողանա ընտրության գիտեք չմասնակցեք եւ իրեն Քամալա Հարիսը փոխնախագահ մասնակցեց եւ Թրամփը կարողացավ աջողի իհարկե այդտեղ։ Մենք հիմա շարունակենք տեսանյութը եւ այնտեղից այստեղ տեսնում եք ամեն ինչ մինչև հիմա Թրամփը ասել է որ դրսի չկա։ Հիմա մի նոր հարցը ֆիլմ պատրաստելու հարցն է։ Գիտեք այս երկրում հիմա ֆիլմարվեստը
ավել քիչ է այստեղ 100 tariff 100% ասում է հարկ պիտի տան, եթե դերսից ֆիլմ է գալիս այստեղ։ Հոլիվուդը աշխարհի ամենամեծ ֆիլմի կենտրոնն է եւ ասում է, որ այստեղ կորում է Հոլիվուդը, տեսնում եք, ֆիլմը այդքան չեն պատրաստում հիմա այստեղ 2021 թվի համեմատ 26%-ով ավել քիչ ֆիլմ է պատրաստում այստեղ ու ֆիլմը փախուստ են տվել պատրաստողները Կանադա եւ Անգլիա ավել ֆիլմեր են հիմա համեմատական ավել են պատրաստում եւ Թրամփն ինչ որ ասում է թերիֆը հարկը եթե մուվիների վրա լինի դա պատճառ կլինի որ դերսում ֆիլմ չպատրաստեն այլ հենց Ամերիկայի մեջ ֆիլմերը պատրաստեն բայց հիմա սա իր ցանկությունն է դեռ օրենքի չի վերածվել այս հարցը բայց խնդրեմը սա է լինելու ոմանք ասում են մարդիկ որ գնում են այդ ֆիլմերը տեսնելու մեծ գումար պիտի վճարեն որովհետև բնականաբար ավել թանկ կլինի եթե հիմա $10 $12 պիտի վճարեն եթե հարկ պիտի տրվի որովհետև Ամերիկայում նաև 100%-ով Ամերիկայում ֆիլմը չի պատրաստում ինչպես պակսեն է ծանրոցների թիվը ինչ որ դրսից գալիս էր հարկերի պատճառով եւ անորոշության պատճառով ոչ ոք հստակ չի որ ինչ կպատահի երբ կպատահի այդ բարդությունը նաեւ կա Թրամփի չհստակացնելու այդ միշտ մի բան ասում է հետո փոխում է եւ այստեղ տեսնում եք ասում է ուրիշ երկրները գողանում են մեր ֆիլմերը եւ պետք է ֆիլմը այս երկրի ներսում պատրաստվի որպեսզի գումարները այստեղ մնա ֆիլմերն եք տեսնում ինչ որ Եվրոպայում ուրիշ երկրներում պատրաստում են սա ֆիլմերն է որ Ամերիկայից դուրս վերջերս պատրաստվել էր ճանաչված ֆիլմեր Netflix տեսնում եք 3/4-ը Ամերիկայում է պատրաստում մնացածը արտասահմանում են պատրաստում եւ Թրամփի նպատակը եւ ցանկությունն է որ այդ վերադառնա Ամերիկա տեղի ունենում Հոլիվուդում Նյու Յորքում տեղի ունենում վերադառնան էլի ֆիլմը պատրաստեն այս երկրում եւ ոչ թե արտասահմանում Ես պիտի դադարվեցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյանը եւ Մահտեսյաններն են հովանավորում, երկուսը ատամնաբույժներ են, որևէ հարց ունեք ձեր ատամների հետ, դա կլինի ատամների մաքրման համար, լինդի հետ խնդրեմ ունեք, պրոթեզ պիտի տեղադրեք, ատամնաշարեր պիտի տեղադրեք, անպայման զանգահարեք ժամադրություն վերցրեք Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատմանկետում են գտնվում այս ատամնաբուժարանը ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը 3 սրահներ ունեն 300 150 120 տարողությամբ իսկ ամեն օր ճաշ են ճաշ կարող եք պատվիրեք 10-ից 12 հոգու համար $300 է դուք պատվիրեք եւ կտեսնեք այդ անսահման ուտելիք տարատեսակ ուտելիք են բերում եթե երեխաների համար խնջույք ունեք փոքր երեխաներին 10-ից 12 երեխայի համար տարեդարձ եք կազմակերպում $150-ով 10-ից 12 հոգու համար ինչ որ հարկավոր է կբերեն ձեր տանը կամ դուք գնացեք վերցրեք այնտեղից ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է աչքի վիրահատող է եւ եթե ագնոցի կարիք ունեք ջուր է հոսում ձեր աչքից որևէ հարց ունեք ատամ այսինքն աչքի հետ զանգահարեք ժամադրություն վերցրեք դոկտոր Թավանսից գտնվում է 240 South Jackson փողոցի վրա է գտնվում ամենայնպես զանգահարեք հասցեն ձեզ կկրկնեն ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market-ն հովանավորում EBT-ն ընդունում է, եթե դուք EBT քարտ ունեք, ընդունում է M&M-ը, նաև խմիչքները
10% զեղչ կարող եք ունենալ, որոշ խմիչքներ անգամ 20%, բայց 10% անպայման խմիչքը ինչ որ վերցնեք, ձեզ զեղչ են տալու, նաև մարքեթ է, եթե որևէ կարիքը եղավ։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, Hollywood Piano-ն տեսնում եք այստեղ ամենախոշոր տաշնամուրի խանութն է Կալիֆոռնիայում եւ երբի Ամերիկայում նաեւ 100-ավոր տաշնամուր կա այս խանութի մեջ, 2 հարկի մեջ 25000 square foot խանութ է սա 449 South Arroyo Parkway Pasadena-ում է անմիջապես Գլենդելի հարևանության 100-ավոր չտեսնված է, պետք է գնաք տեսնեք եւ գեղեցիկ տաշնամուրներ $1000-ից մինչև $500,000 տաշնամուր կգտնեք այդտեղ կվերադառնա։ Նախագահ Թրամփը 44 տարեկան Հեքսեթին, որ որևէ փորձառություն չունի ղեկավարելու պաշտպանության նախարարությունը, որ ամենաբազմանդամ թվով ամենամեծ թվով մարդիկ ծառայում են պաշտպանության նախարարության մեջ 1,300,000 զինվորականներ, յունիֆորմ զինվորականներ եւ 870,000 աշխարհականներ։ Հիմա աշխարհականների թիվը ուզում են իջեցնել, ինչպես ամեն նախարարություններում աշխատում են կրճատեն, ավել նախարարությունը փոքր դարձնեն։ Այդտեղ ասացի զինվորականներին, բայց չեն ուզում իջեցնել։ Բայց այսօր ասած պաշտպանության նախարարը, որ 4 աստղանի գեներալներ, մի ժամանակ Ամերիկան շատ քիչ 4 աստղանի գեներալներ ուներ։ Հիմա տասնյակ 4 աստղանի գեներալներ կան եւ ասել է, որ 20%-ով ուզում է, որ այդ գեներալների 4 աստղանի գեներալների թիվը իջեցնի, ասել է այս պաշտպանության նախարարը։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսեմ կոմի մասին, դիրքոմը, որ մի արվեստագետ է 54 տարեկան, 3 տարեկան անձնավորություն է, ինքը նաև ուրիշ երգիչ արվեստագետների, այս երգերը հրատարակողն էր, ինքը նաև երգիչ է եղել, շատ ճանաչված անձնավորություն է եւ հիմա անցյալ տարի ես ձեզ հաղորդեցի, որ իրեն ձերբակալեցին եւ այն ժամանակվանից մինչև հիմա բանդում է մնում, ազատազրկված է մնացել մինչև տատի տան, որը մտահոգ են, որ չի վերադառնալու։ Մեծ հարստության տեր է այս երգիչ, պրոդյուսեր, ինչ որ կարելի ասել, մեղադրվում է, որ տղամարդ եւ աղջիկների, առիթ ունեցել է, որ ինքը աշխարհահռչակ երգչուհի կսարքի տղամարդ նաեւ, թե տղամարդկանց է բռնաբարել, թե կանանց է բռնաբարել, այսպես վիճակ է եւ այդ պատճառով է, որ իրեն ձերբակալել էին, մտահոգ էին, որ չի, եթե ազատ մնա, այսինքն բեյլ տնի, գումարն ունի, ինչ որ կարող է հատկացնի, հետո կարող է թողնի հեռանա այս երկրից։ Հիմա անցյալ տարվանից բանդում էր, այս շաբաթ իր դատավարությունը սկսում է, որ հետաքրքիրորեն ինքը իր փաստաբաններից պետք է ցույց տամ մեկ անձնավորություն, որ այս ծրագրի հյուրն է եղել, հաճախ հյուրն է եղել տարիներ առաջ, իհարկե այս վերջին տարիներում մեր հյուրը չի եղել իր փաստաբանը, պետք է ցույց տամ։ Նախ անցնենք տեսանյութին, տեսնում եք jury duty եւ public entrance, այստեղ ջուրին են ընտրում, մինչև դատավարությունը սկսի, նախ ջուրիներին պետք է ընտրեն, այսպես տեսնում եք այս կոմին եք տեսնում, երգիչ, երգահան, պրոդյուսեր, ամեն տեսակ ընդունակությունների տերը։ Իսկ վերջին անգամ իր ընկերուհուն այս հոթելի մեջ է, որ ծեծում էր, տեսեք հիմա անցնենք առաջ, տեսնում եք մի սրբիչ պահեն իր վրա, այդ կնոջը կցենեցած կացով խփում է։ Այդ ժամանակ էր, որ նաև դատ բացառեցին եւ այսպես տեսնում եք
այս թղթերն ինչ որ ջուրիներին պահանջում են որ լրացնեն եւ արդյոք եթե վիդեոներ տեսնեն որովհետեւ ինքը նաեւ վիդեո արեն նրանց որ բռնաբարեն է վիդեո արեն ինքը ջուրիները ինչ որ խոսում են ասում են ճանաչում են իրենց ոմանք ասել են իրենք կարող են անկախ որոշում տան անկախ կարող են ոմանք ջաջը իրենց հանեն է ոմանք փաստաբանները չեն հավանում հարցակնում են գիտեք դատախազությունը եւ իր փաստաբանները ջուրիներին հարցեր են տալիս եւ հետո կարող են ասեն որ այդ մեկին չեն հավանում մյուսին չեն հավանում այսպես է ամենայն դեպս հետաքրքիրորեն իր պաշտպան այս սրանք նրանք են որ մեղադրանք են ասում են որ տղամարդին բոլոր բողոք ունեն իր դեմ որ պիտի կան ամենաաչում այն կինն է որ քիչ առաջ ցույց է տալիս որ ասացի քացով հարվածում էր որտեղ վիդեո հոթելի կամերաները որովհետև կորիդորներում հոթելի կորիդորում ամեն կամերա կա ու կարող են տեսնել ինչ է պատամ սենյակների մեջ չկա բայց կորիդորը բոլոր կամերաներ կա այս աղջկան ինչ որ քացի էր տալիս իրեն ծախուն տեսնում եք կոմին եք տեսնում բայց իր պաշտպան փաստաբանը այդ սպիտակ մազով տեսնում եք գնացողը Մարկ Կիրակոսն է որ այս ծրագրի հաճախ հյուրն է եղել հետևում նաև իր դուստրն է որ լինելու են պաշտպան փաստաբանները երբ որ դատավարությունը սկսվի այստեղ տեսնում եք Մարկ Կիրակոսին եւ իր դուստրին եք տեսնում այդտեղ ես հիմա ուզում եմ խոսել Գազայի մասին կամ Ղազայի մասին գիտեք Իսրայելը որոշել է, որ լրիվ տարածքը նորից գրավի, 2 ամիս ու կես է, որ ոչինչ թույլ չի տալիս մտնի Գազան, ոչինչ չի մտնում ուտելիք, ջուր եւ այլն, որովհետեւ խմելու ջուրը դրսից են բերում այնտեղ, երբեք թույլ չեն տվել, միցև հարմարություն լինի, որ իրենք ջուրը խմելու ջուրը ունենան անգամ Գազայում։ Ուրեմն որոշել են հիմա զորքը տասնյակ հազար զորքը նորից կանչեն է Իսրայելը, որ Գազան նորից լրիվ գրավեն այդ աշխատանքն է հիմա ինչ որ տեղի է ունենում եւ գիտեք 59 տեր Համասը տեսեք այստեղ ժողովրդի վիճակն եք տեսնում իսկ մեկ ուրիշ հարց որ վերջերս պատահեց տեսնում եք սրանք երեխաներ են մեկ երեխա այստեղ տեսնում եք կրկներ տանում էր որ այս երեխան 2 ամսական է տեսնում եք այստեղ ընդամենը 5 pound է երեխաներ որ ծնվում են 5-ից սովորաբար իրենց կշիռը ավել բարձր է լինում սա այնքան որ ուտելիք չկա կապ չկա հնարավորություն չկա սա մի բժիշկ է որ ասում է ամեն օր մի քանի հոգի մի քանի երեխաներ մահանում են չափահասներ նաև Գազան եք տեսնում ռմբակոծված որ ամեն ինչը հողի հետ հավասարեն են եւ Իսրայելը ցանկությունն է որ այդ տարածքը գիտեք Բայդենի ժամանակ սահմանափակումներ կար եւ այստեղ Նաթանյահուին եք տեսնում որ ասում է պետք է նորից գրավել լրիվ տարածքը եւ ինչ որ գործադրեցին նախագահ Թրամփն է որ իրենց ասել է ինչ որ կուզեն կարող են անել այդ տարածքում որովհետեւ ինքը ժամանակ առաջ հրաման էր տվել որ ազատ արձակեն ձերբակալներին երբ որ նոր աշխատանքի էր եկել բայց Համասը ազատեց ձերբակալվածներին որտեղ իրենց ցանկությունն է որ Իսրայելը երկրից դուրս գնա այսինքն Համաս Գազայից հեռանա որ բոլորին ազատեն այսպես տեսնում եք բոլորը ասում են ուտելիք չունենք այստեղ եւ մտահոգված են Իսրայելը գործադրեց նույն ծրագիրը ինչ որ խրախուսեցին Ադրբեջանը մեզ գործադրեց որ սահմանը փակեք ինչ որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի այդ
տարածքը ինչ որ միանում էր փակեցին, եթե մոտարապես 9 ամիս 10 ամիս փակեցին եւ թույլ չտվին ոչինչ մտնի Լեռնային Ղարաբաղ եւ երբ դռները բացեցին մարդիկ իրենք սարսափահար թողին 120,000 մարդ գնան Իսրայել ծրագրերն էր այդ Ադրբեջանին խորհուրդ էր տվել այդ եւ նրանք կործածրեցին այդ հիմա նույնը կատարում Գազայում որ խիստ ճնշում բանացու հետո դռները բաց արա իրենք թողնեն գնան ինչ որ ստիպում են Եգիպտոսին որ դուռը բաց անի այսինքն սահմանը բաց անի երկու երկրի միջև ու ժողովուրդ թողնեն գնան այդ տարածքից ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից շարունակեմ Հռոմի պապ ընտրելու հանգամանքի մասին խոսեմ մեկ տրակ տեսնեք որ որտեղ է ընկել եւ հետո Ջենիֆեր Անիստոնի մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը Court Furniture գտնվում է Central եւ Մրցելի հատման կետում է Գլենդելում Orange County-ում գտնվում է 405 եւ Euclid փողոցի հատման կետում նաեւ Santa Ana-ում խանութ ունեն բայց Court Furniture-ը մոտարապես 100 խանութ ունի Ամերիկայի լրիվ տարածքում ամենախոշոր furniture-ի խանութն է եթե նոր մատրես պիտի գնեք անպայման այստեղ այցելեք նաև եթե գրասեղան սեղան աթոռներ հարկավոր եղավ այդտեղ այցելեք Court Furniture Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը նպարատուն եք գնում այս տեսակը վերցրեք Նաղաշ լավաշ ամեն օր թարմ բերում են նպարատուն Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում եթե bankruptcy պիտի ֆայլանեք, գրդե հետ տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում եւ նաեւ accident ավտովթար է լինում զանգարեք այս հեռախոսահամարին խորհրդակցեք փաստաբանի հետ եթե ցանկություն ունեք ձեր բիզնեսը վաճառեք պարոն Էդվարդի հետ խորհրդակցեք բիզնեսը ձեր ցանկություն ունեք վաճառելու այստեղ զանգահարեք խորհրդակցեք պարոն Էդվարդի հետ դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը որևէ ժամանակ եթե թաթի վրա թաթի տակ ոտքի վրա վերք ունեք քայլում եք շնչասպառ եք լինում խորհրդակցեք իր հետ հեռախոսահամարն է գրասենյակները Orange County-ում Commerce, Encino եւ Glendale Glendale-ում 616 East Glenox փողոցի վրա է գտնվում Ֆրանսիսի մահից հետո ուրեմն կարդինալները հավաքվում են բոլոր նրանք որ 80 տարեկան եւ ներքև է իրենց տարիքը կարող են առաջարկվեն որպես գալիք Հռոմի պապ ահա այստեղ է որ այս կարդինալներն են տեսնում եք որտեղ հավաքվելու են բաղմանից այսինքն չորեքշաբթի օրվանից սկսյալ այսպես եւ որոշելու են ով պիտի լինի որ հետևելու աշխատանքը կատարելու է որպես կաթոլիկ աշխարհի պապ 1 միլիարդ 200 միլիոն կաթոլիկ կա աշխարհում այսպես տեսնում եք այս կարդինալներն են բոլորը այդտեղ քվեարկելու են նախապես մինչև Բենեդիկտի ընտրությունը եթե մեծամասնության քվեարկում հիմա պետք է 2/3-ը քվեարկեն իսկ այս անձը ինչ որ տեսնում եք հագուստ է պատրաստում հայտնի չի Հռոմի պապը ով է լինելու փոքր է լինելու իր կազմով մեծ է լինելու բոյով է լինելու մի քիչ կշիռպարշ է լինելու ուրեմն տարատեսակ հագուստ է պատրաստում որովհետև երբ որ որոշեն մի քանի ժամ հետո Հռոմի պապը պետք է իր հագուստը հագնի եւ ելույթ ունենա այնտեղ պատշգամբի բալկոնի վրայից ելույթ ունենա եւ ասեն որ ահա այս անձնավորությունն է Հռոմի պապը, որովհետև չեզոքացված են այդ 133 կարդինալները, պետք է այնքան քվեարկեն, մինչև մեկ հոգու, որ 2/3-ով քվեարկեն են, ընդունեն որպես Հռոմի պապ։ Դրա համար
տարատեսակ հագուստ այս անձնավորությունը պատրաստում փոքր մեծ ամեն տեսակը որպեսի հարմարեցնի գալիք Հռոմի պապին։ Ես ուզում եմ շարունակել խոսել մեկ թրակ ձեզ ցույց տամ, շարունակենք, որ տեսնեք, որ այս թրակը, հիմա մեծացնենք, այս թրակը ուր որ տեսնում եք, այստեղ սա Լուիվիլ Քենթաքիում է 30 րոպե, այդ թրակի մեջ վարորդը մնում է, հետո գալիս են իրեն փրկում են, տեսեք ուր է մնացել կամուրջի վրա, գալիս իրեն փրկում են 30 րոպե տևում է մինչև ապահովեն տեղը, իրեն ապահովեն եւ իրեն կարողանում են հանել թրակի միջից ու փրկել, այստեղ տեսնում եք։ Ես հիմա ուզում եմ խոսել նաեւ Lady Jennifer Aniston-ի մասին, որը Բելերում է ապրում, այստեղ Բևերլիզի մոտ Բելերում է ապրում, միլիոնավոր դոլար բնակարանի մեջ, իրեն տեսնում եք ճանաչված արտիստուհի է, մեկ օքի իր մեքենայով շարունակենք, մեքենայով գալիս է, հարվածում է, գեյթ ունի այնտեղ պաշտպանողներ ունի, պահապաններ ունի, հարվածում է գեյթին, հիմա հայտնի չի, որ դիտման պայտարեց, թե սխալման պատահեց, ամենայն դեպս անձին ձերբակալել են եւ ոստիկանությունը քննում է, տեսնի ինչ էր պատճառը այդ դեպքի։ Եվ վերջավորությանը այս վարքյանից ես ուզում եմ խոսել Lady Gaga-ի մասին։ Lady Gaga-ն գնում է Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա եւ համերգ է, շարունակենք, համերգ է կազմակերպում 2.200.000 մարդ գնում է իրեն տեսնելու։ Իհարկե անվճար էր այս կոնցերտը, ինչ որ տեսնում եք այստեղ Lady Gaga-ին։ Եվ այնտեղ մի խումբ գալիս են հակա միասեռականների LGBTQ-ի դեմ, որ ուզում են ռումբ տեղադրեն, այսպես նաև այդտեղ կարծեք միասեռականներին գնացել, հակա միասեռականները գնացել էին ռումբ տեղադրեին, ամենայն դեպս որևէ կին, մինչև հիմա կին, չի եղել, որ կոնցերտ ունենա, հիմա ինչ տեսագուր կա, գումարով կանա առանց անվճար 2.200.000 մարդ գնա դիտելու, լսելու այդ արվեստագետուհուն, ինչպես որ այստեղ տեսնում եք։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Fire Union-ի մասին խոսեմ եւ վերջավորությանը մի այսինքն փոքրիկ երեխա իր հոր աչքը փակում է, հետո տեսնեք ինչ է պատահում, իսկ ծրագիրը հովանավորում է Սոնաֆետ արեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, գտնում է Սանլանդ քաղաքում, բայց իրենք բաս ունեն, մինիբաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն։ Ռաֆիզ Մարքեթ հովանավորում է ծրագիրը։ Ռաֆիզ Մարքեթ գտնվում է Բրբանքում, Գլենդելի հարևանությանը։ Ռաֆիզ Մարքեթ պատրաստի ճաշ ունեն իրենք, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Ծրագիրը հովանավորում է Անաշե Gift, հովանավորում է ծրագիրը։ Անաշե Gift ձեզ է առաջարկում այս, տեսնում եք, եթե խումբ պիտի վարեն, տեսնում եք հեշտությամբ կարող եք տեղադրել եւ միացնել խումբը, այսպես օգտվել տան մեջ կամ ուրիշ տեղ գերեզմանատնում, որտեղ որ պիտի գնաք։ Ընդամենը $9.99 է առաջարկում Անաշե Gift Գլենոքս փողոցի վրա է գտնվում։ Կվերադառնա։ Ամեն աշխատանքային կազմակերպություն, մարդիկ նույն աշխատանք անում են, ինչպես փոլիսում աշխատողները միություն ունեն։ Fire Department-ում այդ հրշեջները միություն ունեն։ Լոս Անջելեսի հրշեջների միության պատասխանատուներից հիմա մեղադրվում է, որ գումարները յուրացրել է։ Այստեղ տեսնում եք մեղադրվում է $265,000 առանց ցույց տալու, որ գումարը որտեղ են ծախսել, ռիսիտները չի տալիս, հետո տեսնում եք մեղադրվում է, որ
պետք է երբ որ մեկը իրեն ընտրեն են որպես այդ միության պատասխանատու, հետո ինչ որ ծախսումը պետք է բերի ներկայացնի։ Ուրեմն այս անձնավորությունն է ինչ որ հիմա մեղադրվում է, անցնենք առաջ, այսպես տեսնում եք իրեն մեղադրանքն է ինքը իհարկե ասում է երբ հարկավոր եղավ ներկայացնի ինքը որևէ ձև չի շահագործել իր այդ միության անդամների, որ հրշեջների միությունն է, գումարները չի յուրացրել եւ սրանք մեղադրանք են։ Իհարկե այս մեղադրանքը գալիս է հրշեջների մեծ միությունից, որը Ամերիկայի միություն է, նրանք տեսեն են, որ այս միության մեջ շահագործումներ է տեղի ունենում։ Այստեղ տեսնում եք սա International Association of Firefighters, որ այս բողոքը եւ երևի տատը պիտի հետո լինի, ասում են ընդհանուր 800,000 կրեդիտ քարտի վրա գումարներ է ծախսվել, որ չի լինում հստակացնել որտեղ է ծախսել, ինչի վրա են ծախսել, ղեկավարությունը Լոս Անջելեսի իհարկե ասացի այդ համաշխարհային անուն ունի International մեղադրում է Լոս Անջելես քաղաքի այդ այսինքն հրշեջների միությանը մեղադրում է։ Ես վերջավորություն ուզում եմ խոսել գիտեք միշտ բեյսբոլի խաղ է լինում։ Նյու Յորք Յանքիները, Նյու Յորքի թիմն է, Թամփայի թիմի հետ խաղալիս Նյու Յորքում այս մի հայր, տեսնում եք, գնացել են դիտելու, փոքրիկ երեխային իր ուսի վրա առել, բոլորը անում են այդ բեյսբոլ խաղացողը այնպես հզոր շթում է, որ գնդակը այդ տարածքից դուրս է գալիս։ Ուրեմն այսպես դիմա տեսանյութը տեսնենք, ուրեմն այդտեղ է վերջին վայրկյանին գնդակը գալիս է, երեխան աչքը փակում է իր հորը, բայց դրանով հանդերձ տեսնում եք շթում է եւ վերջին վայրկյանին երեխան փակում է, բայց այս հայրը կարողանում է գնդակը բռնել։ Գիտեք այդ գնդակը շատ արժեքավոր է, պահում են այդ գնդակը եւ հետո իհարկե խնդրում են որ անձն ստորագրի վրան կամ կարող են վաճառեն, հետո մեծ այդ իրենց է պատկանում, այսինքն տեսնում եք այս Նյու Յորքի թիմի խաղի ժամանակ հետո տալիս է իր երեխային, երևի այդ երեխան երբ որ մեծանա այս պատկերը, այս վիդեոն կտեսնի, մի մեծ հետաքրքիր հիշատակ է ունենալու այս երեխան իրեն համար, որ ինչպես այդպես հետաքրքիր մոմենտ ստեղծեց այդ վայրկյանին, այս խաղի ժամանակ Նյու Յորքի Յանքի թիմի խաղի ժամանակ։ Դրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։